գտվում է կատարել համաշխարհային խաղաղության և բարեկամության առաքելությունը։ Խաղաղության կորպուսի 18 նոր կամավորները ստանձնեցին Հայաստանում իրենց առաքելությունը։ Նրանցից շատերն առաջին անգամ են մեր երկրում։ Մինչև գալը գրեթե 3 ամսում հասցրել են հայերեն բառեր և արտահայտություններ սովորել, ծանոթանալ հայկական մշակույթին և ապրելակերպին։ Ես գիտեմ, որ Հայաստան շատ սիրուն տեղ է, շատ սիրուն երկիր, սիրուն մշակույթ։ Ես շատ սիրում եմ աշխատել երեխաների հետ, ապրում եմ հիմա հայ ընտանիքիս հետ և մի քանի օր հետո, ես չգիտեմ, մի օր հետո ես փոխվելու եմ Իջևան, որ սկսեմ սովորեցնել անգլերեն այնտեղ, այո, բայց շատ սիրում եմ ապրել ստեղ, շատ սիրում եմ ուտելիք, մշակույթ, ես մի քանի րոպեից կպարեմ հայկական բառեր։ Կամավորները շուրջ 2 տարի կապրեն և կաշխատեն Հայաստանի տարբեր մարզերում, հյուրընկալ ընտանիքներում կդասավանդեն անգլերեն, հանրային աշխատանքներ կկատարեն, կօգնեն մարզաբնակ երիտասարդներին ձեռք բերելու որոշակի հմտություններ։ Աշխատում եմ այնտեղ, գեղարվեստում անգլերենի ուսուցիչ եմ։ Աշխատում եմ երեխաների հետ։ Հիմա ապրում եմ Նորնուսում, գյուղն է, ապրում եմ հայ ընտանիքի հետ, ունեմ տատիկ, պապիկ, մայրիկ, հայրիկ, մի հատ եղբայր, երկու գոր, շատ բարի են բոլորը, շատ ուրախ եմ լինել այստեղ, շատ սիրում եմ իմ ընտանիքը, իմ գյուղը։ Գյումրեցի Էմիլի Դանելյանի ընտանիքը երկրաշարժից հետո մշտական բնակության էր մեկնել Միացյալ Նահանգներ և հայազգի կամավորը երբեք չէր եղել հայրենիքում։ Միշտ ուզում էի գալ Հայաստան, մի օր գիրքի մեջ տեսա խաղաղության կորպուսը և մի քիչ նայեցի ու շատ հետաքրքրվում էի խաղաղության կորպուսի հետ ու դիմեցի ու ընտրեցին ու հիմա շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Միացյալ Նահանգների խաղաղության կորպուսը հիմնել է Ջոն Քենեդին 1961 թվականին աշխարհում խաղաղությունը և ընկերությունը ամրապնդելու նպատակով։ Այդ ժամանակից ի վեր ավելի քան 240,000 ամերիկացի է կամավորել աշխարհի ավելի քան 142 երկրում։ Խաղաղության կորպուսը մեր երկրում գործունեությունը սկսել է 1992 թվականից Հայաստանի կառավարության հրավերով։ Շատ հպարտ ենք, որ արդեն 33 տարի գործակցում ենք Հայաստանի կառավարության հետ։ 18 նոր կամավորների համալրումից հետո Հայաստանում արդեն կունենանք 50 կամավոր, որոնք ապրում և ծառայում են մարզերում, անգլերեն դասավանդում և երիտասարդական ծրագրեր իրականացնում։ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրենի խոսքով կորպուսի կամավորները ներկայացնում են Հայաստանի հետ բարեկամական կապերն ամրապնդելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը և նվիրվածությունը հայ ժողովրդին։ Կան կամավորներ, որոնք ծառայությունն ավարտելուց հետո մնացել և ապրում են այստեղ, իրենց հետագա կյանքը կապելով Հայաստանի հետ, ամուսնացել են հայ աղջիկների հետ, զբաղվում են բիզնեսով։ 1992 թվականից մինչև օրս ավելի քան 1150 կամավոր է ծառայել Հայաստանում։ Բրիր Մկրտչյան, Էդգար Դավթյան, լուրեր։